Շատ կարճ ժամանակ է անցել այն պահից, երբ Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է ազգային ժողովի նախագահ, բայց այս կարճ ժամանակահատվածում շատ հաճախ են դարձել անտեղի վիրավորանքները պատգամավորների, մասնավորապես իմ հասցեին։ Ես երեք անկեղծ ասած չէի լսել այդ պահին, հետո տեսանյութով նայեցի, որ Ռուբինյանը ինձ ստախոսության մեջ է մեղադրում այն կապակցությամբ, որ ես ասում եմ, որ Արցախը կորցնելուց հետո շատ մարդիկ, այդ թվում ինքը, տներ են առել, բայց ես նայեցի նորից իր եկամուտների ասել եք այդ օրերին։ Ես ասել եմ, որ դա եղել է պատերազմ, այսինքն Արցախը հանձնելուց հետո։ Ասել եք այդ օրերին։ Ասում եմ ողբերգության օրերին, ողբերգություն նկատի ունեմ Արցախը հանձնելուց հետո, ամեն օրը որպես ողբերգություն։ Ասել եք այդ օրերին, բայց շարունակեք։ Մի խանգարակից, պարոն Ռուբինյան։ Իսկ իր եկամուտների հայտարարելով դա եղել է 2024 թվականին։ Կամ այս երեկվա հետ կապված այդ մեկնաբանությունները, ես չեմ ուզում կրկնեմ այդ կոպիտ արտահայտությունները։ Իմ եւ պարոն Ռուբինյանի ծնողները միաժամանակ եղել են Հայաստանի Հանրապետության առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավորներ։ Նրանք ոչ միայն մեր կենսաբանական հայրերն են, այլև Հայաստանի անկախության հայրերն են, որովհետև նրանք են ընդունել 90 թվականի օգոստոսի 23-ին մեր պետության հիմնադիր փաստաթուղթը Հայաստանի անկախության հռչակագիր։ Իդեպ ասեմ, որ Կարապետ Ռուբինյանը եւ Ֆերդինանդ Ղազարյանը եղել են տարբեր քաղաքական հայացքների գործիչներ, միմյանց ընդդիմադիր։ Պարոն Կարապետ Ռուբինյանը եղել է հայոց համազգային շարժման ակտիվիստ, Ղարաբաղյան շարժման հակունքներում կանգնած մարդկանցից մեկը, հայրս այլ հայացքներ է կիսել։ Բայց երբ ես հիշում եմ իմ հայրը երիտասարդ հասակում է մահացել, բայց երբ որ ես ուսանող էի, երբ նա պատգամավոր էր դեռ, երբ տանը հաճախ խոսում էինք, նա առանձնահատուկ հարգանքով էր խոսում պարոն Ռուբինյանի հասցեին եւ ասում էր, որ չնայած որ նա ՀՀՇ-ից է, բայց դրական էր խոսում եւ ինչով էր բնութագրում որպես դրական հատկանիշներ, հավասարակշռությունը, զսպվածությունը, կոռեկտությունը եւ եթե ես հասկացել եմ, որ դա միայն իմ հոր կարծիքը չի եղել, ես այլ կարծիք պարոն Կարապետ Ռուբինյանի հասցեին դեռևս չեմ լսել եւ շատ եմ ցավում, որ նրա զավակը բացի գաղափարական առումով որոշակի խնդիրներ ունենալով Ղարաբաղյան շարժման եւ այլնի հետ կապված, նաեւ մարդկային բարձր արժանինքները, որը կրում է իր հայրը, ցավոք սրտի ցույց չի տալիս իր հասակակիցների հետ հարաբերություններում։ Գալով ծնողների եւ որդիների թեմային, ես նաեւ շատ խորը ցավ եմ ապրում Աշոտ Եղոյանի համար։ Երջանկահիշատակ Աշոտ Եղոյանը Արման Եղոյանի հայրն է։ Նա ծնունդով Վայոց Ձորցի է եւ Վայքից է եւ ես անձնապես եմ ճանաչել նրան եւ ոչ միայն ճանաչել, այլ հատուկ հարգանք եւ ակնածանք եմ ունեցել նրա նկատմամբ եւ հիմա նույն զգացողություններ ունեմ նրա հիշատակի նկատմամբ։ Եվ ես հիշում եմ, երբ որ ես Լեհաստանում Հայաստանի դեսպանն էի, իսկ պարոն Արման Եղոյանը սովորում էր Վարշավայում, ինչ հիասմունքով էր խոսում պարոն Եղոյանը ինձ հետ, որ Արմանը Վարշավայում է սովորում, իդեպ շատ հեղինակավոր հաստատությունում Եվրոպական քոլեջում եւ իր խոսքից երևում էր իր հիասմունքը, հույսերը, որ իր որդին շատ լավ մարդ պետքա դառնա մեր պետությանը ծառայելու, որովհետեւ Աշոտ Եղոյանն էլ ամբողջ կյանքում պետական ծառայությանը նվիրված պետական գիտակցության գործիչ էր։ Եվ ես հիմա լսելով Արման Եղոյանի խոսքը, ելույթները, այդ հայրենիքի փնտրտուքը, մենք խոհեցինք թե չէ, դեսպանի մոտ կարող ենք ասել թե չէ։ Ես ուզում եմ ասել պարոն Եղոյանին եւ մյուս բոլորին, որ Սերգեյ Բագրատյանը, ով որ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի շրջանակներում որպես Վայոց ձորի մարզային կազմակերպության խորհրդի նախագահ ԲՀԿ-ի նշանակվել էր Վայոց ձորի մարզպետ, հաշվի առնելով Վայոց ձորցիների մեծ մասի խոհեցի լինելու, ծագումով խոհեցի լինելու հանգամանքը մի հրաշալի համագործակցություն էին հաստատել Իրանի Խոյի նահանգի հետ եւ պարոն Բագրատյանը ինքնապատվիրակություն առաջնորդել, ղեկավարել Խոյի կուսակալություն, ընդունել է պատվիրակություն եւ հետագայում երբ որ ես իրենից հետո նշանակվել եմ Վայոց ձորի մարզպետ, տեսնելով այդ հրաշալի համագործակցությունը, շարունակել ենք այդ ավանդույթները, ես ինքս նույնպես եղել եմ Խոյում պատվիրակությամբ, ընդունել ենք Իրանից հյուրեր, իդեպ ոչ միայն դեսպանի ներկայությամբ կարողացել ենք ասել, որ Խոյը մեր հայրենիքն է, այլ Իրանի դեսպանը Հայաստանում հատուկ եկել է կոնկրետ իմ այցելության պատվին ներկա էր գտնվել եւ նրանք ոչ միայն թույլատրում էին, որ մենք խոսենք Խոյի հայկական մշակութային ժառանգության հետ, այլ հակառակ ասում էին, ասեք որ գյուղից են եղել ազատեկցիները, ձեզ տանենք հենց այդ գյուղ, հող տարեք ձեզ հետ, տանում էին մեր եկեղեցիներն էին ցուցադրում։ Այսինքն հայրենիքի զգացողությունը Խոյի նկատմամբ դա ոչ թե Իրանի հետ թշնամության, այլ փաստորեն բարեկամության հիմքներ ծառայ եւ պարտադիր չի, որ ես խոյեցի լինեի, որ ասեմ ես Լեհաստանում Հայաստանի դեսպանն եմ, ես հիշում եմ թե
Մեկ տարվա ընթացքում մենք 17 թվականին Լեհաստանի հայ համայնքի պատմության 650-ամյակի առիթով 118 միջոցառում կազմակերպել դեսպանի մասնակցությամբ, տարին ունի 52 շաբաթ։ Բոլորը Լեհաստանի կենտրոնական եւ տեղական իշխանությունների հովանավորությամբ։ Երբ որ Լեհաստանում խոսում ենք հայկական հետքի մասին, իրենք թույլ են տալի, որ մենք ասենք, որ Լեհաստանը հայերի երկրորդ հայրենիքն է, որովհետեւ այդպես է որպես կարգախոս սահմանել Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լեհաստանի սենատի անդամ Յուզեֆ Թեոդորովիչը։ Եվ որ դուք լսեիք Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի խոսքերը, ուղղակի ցնծություն էին բերում յուրաքանչյուր հայի, ոչ լեհայ լինող խոյեցի ծագումով Էդգար Ղազարյանի համար, երբ որ նա ասում էր Լեհաստանի հաջողությունները սկսվեց այն պահից, երբ որ մեր այրուները խառնվեցին իրար։ Այլ տարածքների, որտեղ հայեր են ապրել, որտեղ մենք մշակութային ժառանգություն ենք ունեցել, դա հավակնություն չի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Զամոշ քաղաքի մինչև հիմա Օրմյանսկա կոչվող փողոցի մասին խոսելը, որտեղ իմ պաշտոնավարման շրջանում հայկական խաչքար է տեղադրվել, դա հայ լեհական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող խաչքար է, ոչ թե, չգիտեմ, այդ Զամոշի նկատմամբ հայկական հավակնությունների, որ մենք ընդ քաղաքապետ ունենանք կամ չգիտեմ իշխանություն ունենանք։ Պետք չի աղավաղել մեր մտածողությունը։ Վահագն Ալեքսանյանը երեք երկու անգամ, եթե չեմ սխալվում, ինձ արդարացի դիտողություն արած, երբ որ ես իր անվան մեջ 1 տարի շփոթում ունեցա, զեղչում ունեցա, 1 տարի։ Բայց այստեղ քանիցս, նաև այսօր, վեհափառ հայրապետի վիրավորանք է հնչում նրա անվանման հետ կապված։ Հարգելիներ, ցանկացած հոգևորականի ավազանի անունով դիմելը, դա 1 տարի տառասխալ չէ նրա անվանմանը։ Դա անարգանք է հոգևորականին։ Անարգանք է ոչ թե հոգևորականին, այլ ամբողջ հոգևոր համայնքին։ Իմ երեխաների, վստահ եմ նաև ձեզանից շատերի երեխաների ճակատին դաջված է այն Միրոնը, որը օրհնել է վեհափառ հայրապետը։ Հասկանում եք դուք ինչ եք անում ինձ հետ, որպես հայ քրիստոնյայի, որպես երեխայի տեր ծնողի, երբ որ դուք նրանց Միրոն օրհնած հոգևորականին, վեհափառին անարգում եք իմ ներկայությամբ։ Պատմությունը, որ երեք պատմեց պարոն Կոնջոյանը, դա աններելի անթույլատրելի մի խայտառակություն էր, որը եղել էր ժամանակին, այդ չեմ կարող ասեմ դա սրբապատկեր, որովհետև դա խայտառակություն էր այդ պատկերը եւ ժամանակին մեծ քննադատության արժանացել եւ հեռացվել է։ Բայց երբ որ տրվում է Քրիստոսի անունը, պատարագի ժամանակ յուրաքանչյուր հայ քրիստոնյա խաչակնքվում է։ Ոնց կարելի է Քրիստոսի անունը տալով ինչ-որ ծաղրական պատմություն, գիտեք, հռետորությունը, այո, նախատեսում է նաև պատմություններ, բարձրով խոսած, ձեռքերի շարժումը, բայց ոնց կարելի է ենթադրենք ասել Սուրբ Հովանեսի փոխարեն միգուցե նաև Սուրբ Հովո։ Հասկանում եք, ինչի մասին ենք խոսում, դա համաքրիստոնեական սրբության մասին, դա անարգանք է ամբողջ աշխարհի քրիստոնյաների նկատմամբ։ Եվ հիմա մենք այս համատեքստում մենք ակնկալում ենք, որ այդ նույն մարդիկ պիտի հարգանք ունենան քաղաքացիների նկատմամբ, ազգային բարերարների նկատմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Գիտեք, ես Էդուարդո Էրլիկյանին իմ կյանքում դեռ երբեք չեմ տեսել։ Ես նրա այդ ոչ մի առնչություն չեմ ունեցել, ոչ անձնական, ոչ բիզնեսի, բայց ես առանձնահատուկ ակնածանք ունեմ Էդուարդո Էրլիկյանի նկատմամբ, որպես ազգայինի հերոս, իսկ ինչով է նա հերոսացել։ Մեր ժողովրդի, մեր պետության կյանքում իր ունեցած իր նշանակալի դերակատարության համար։ Լավ, դուք ձեր ունեցածով, իմ վաստակը ես երբեք չեմ կարող համեմատել Էդուարդո Էրլիկյանի կամ Սամվել Կարապետյանի հետ։ Բայց ոնց կարող ենք մենք լեզու բացել եւ այդ մարդկանց հասցեին, հանիրավին, որում երբ որ նրանք եւ ոչ ձեզ անձնապես, ոչ մեր երկրին, ոչ մի վատ բան չեն արել, որ մինչեւ այսօր հեծի հետ կապված թղթերը, մինչեւ այսօր չէ, մինչեւ падգամավոր դառնալ դեռ Նարեկ Կարապետյանն էր ստորագրում, փոխհատուցելու նրա ստեղծված վարկերի պարտավորությունների ծախսերը։ Խնդրում եմ ձեզ, հարգանք ցուցաբերեք։ Իմ նկատմամբ պետք չի, որ դուք հարգանք ցուցաբերեք։ Մեր արժեքների նկատմամբ։ Ինչ վերաբերվում է երկար ծեծված թեմային, հիմա քիչ հետո պարոն Վարդևյանը տեխնացու է լինելու։ Ես մի բան կխնդրեմ։ Սակրավորների թեմայով նրան հարցեր մի տվեք։ Ես հաշվառում չեմ տանում, կխնդրեմ, դա իհարկե խմբակցության ղեկավարը պարտավոր չի 15 վարքյան, եթե թույլ կտակ ավել։
Խմբակցության ղեկավարը ԿՊ-ի մասնագետ աշխատանքով հաշվապահ է։ Խնդրում եմ հաշվառեք եւ ինձ ասեք, պարտավոր չեք իմ խնդրանքը կատարել, եթե անեք շնորհակալ կլինեմ։ Երբ բոլորը կասեն կվերջացնեն այդ թեման, այսինքն ձեր մոտ դա կավարտվի, ասեք ես դրա պատասխանը, ես այդ պատասխանները ունեմ, բոլորը գիտեն, որ դա զրպարտություն է, թե Պարոն Վարդևանյանը կամ մեր խմբակցությունից ոչ մեկը իմ հատկապես այն խոսքի հետ, որը հնչել է 2024 թվականին, որտեղ ոչ մի շարժում չկար, այդ թվում ուժեղ Հայաստան, այդ խոսքի պատասխանատուն ես եմ։ Ես այդ պատասխանը ձեզ կտամ։ Ասեք վերջացրեք, պատասխանը կլսեք։